Ուրեմն եթե նորություններին հետևում եք, նկատել եք, որ 3-4 օրը մի ուղղաթիռ է ընկել Հադսոն գետը, գտնվելով Նյու Յորք նահանգի եւ Նյու Ջերսի նահանգի միջտեղ։ Այս երկու այդ նորությունների մասին են խոսում, զոհվել է մի ընտանիք Իսպանիայից եկած ընտանիք, ամուսիններ 3 երեխաների հետ եւ իհարկե օդաչուն։ Հիմա այս թեթևակի նորություններով ինչպես 3, այնպես էլ այսօր դիտում եմ հետաքննություն ինչպես տեղի ունենում, ինչպես փրկարարական աշխատանքներն են տեղի ունենում։ Ու մի քիչ առաջ երևի 1 ժամ առաջ էլ ակամայից ինչ-որ YouTube-ով նայում էի նորությունները, աշխովս ընկա, որ Երևանում տեղի է ունենում քննիչի սենյակում ինչ-որ տեսախցիկ են դրել, Հովիկ Աղազարյանի եւ նրան մեղադրող, չգիտեմ, Սլավիկնա, Արամիկնա, Արմենչիկնա, Պոնչիկնա, այդ վկան է եկել, ինչ-որ հարցաքննություն են անում։ Ժողովուրդ, այ այսպիսի բաներ, այ հիմա որ ես դիտում եմ, հիմա որ ձեր էկրանների վրա է, սենց բաներ, երբ որ ես նայում եմ, ընդհանրապես բոլորն այդպես, աշխարհի ձևն այդպես, համեմատության մեջ ենք նկատում, թե որն է լավ, որն է վատ։ Այ նայեք ինչպես ուղղաթիռը, այդպես վթարային նայեք ընկնում անհասկանալի պատճառներով, բայց ես 2 օր հետևում եմ նորություններին, ուրեմն այդ որ ասեցի համեմատության մասին խոսեցի, թե որքան մեր երկիրը հետամնաց է, հասարակ իհարկե տարբեր բաներ են, տարբեր հետաքննություններ են, այնտեղ ինչ-որ Հովիկ Աղազարյանին սիրահարվածների այգիում հանդիպել են, ոչխարի փող են առաջարկել, տարբեր ցակի, բայց այդ հարցաքննություն վարելու ձևը, նստելը, այդ գրառումներ անցկացնելը, բաներ ինչ են, հայերեն բառը մոռացա, սենոգրամա են ասում էլի, որ ինչ-որ մի հատուկ աշխատակցություն է նստած նա, ամեն բառ, ամեն ստորակետ ներկաները, որ ասում են տպագրում գրի առնում, հետո ստորագրում են, ինչպիսի հարցեր են տալիս, քննիչը ինչ է խոսում, հիմա նայում եմ ստեղ, ուրեմն փրկարարական աշխատանքները դե արդեն ամենիչապես ուրեմն ջրասույզները նետվել են ջուրը, նավակները եկել են, բայց արդեն ուշ է եղել, ուրեմն արդեն ասում են, թե ուղղաթիռը 1.5 մետր խորության վրա է հայտնվել ջրում։ Արդեն դիակները բնականաբար միանգամից հայտնաբերել են, միանգամից պարզել են, որ բոլոր 5 ուղևորները բանի, ուրեմն օդաչուի հետ միասին անմիջապես ունեցել են կապած ամրագոտիները, դա էլ շատ կարևոր է, այլ ասենք հետագայում մեղադրանք ներկայացնելու համար օդաչուին, այդ կազմակերպությանը, այդ ընկերությանը, որ այդ ծառայությունը մատուցում է, տուրիստական ծառայությունն է, կարծեմ եթե չեմ սխալվում, բավականին թանկ, մոտ մի $500 հաստող, կարծեմ 15-20 րոպեն, մի հոգին կարծեմ, չգիտեմ, այս էլ ամուսիններն են, իրանց երեխաների հետ կնոջ 48-ամյակն է եղել, այս պատկառելի հայրն ու ամուսինը որոշել է կնոջը ծնունդ անի, նվեր մատուցի, 3 երեխաներ հետ ու այսօր էլ թե վաղը կարծեմ փոքրիկ երեխայի ծննդյան օրն է, սարսափելի ողբերգություն, սարսափելի, որ երևի ասում են, ոնց որ ասում են, թշնամուտ էլ չի ցանկանա, բայց ես նայում եմ ինպիսի ձևով, անենց կազմակերպված, ինստիտուցիոնալ, իհարկե ես չեմ փորձում հասկանում եք Ամերիկան, Նյու Յորք համատել Հայաստանի հետ, բայց մանր բաներով է, ասենց բաները առաջանում, հիմքը դրվում, այս ինստիտուտը կառուցվում է, որ հետագայում մեծ աստվածչանի խոշոր վթարները, ինչ որ չգիտեմ, դժբախտ պատահարներ ուսումնասիրություն են անում։ Մեզ մոտ մի հատ մեքենայա վթար անում, ես չգիտեմ, մի հատ բանա ինչ որ հետաքննություն են անում, մի հատ ինչ-որ փրկարարական խումբ է եկել, թաղում ինչքան պարապ-սարապ մարդիկ կան են, բաներով չսիկները հակած եկել են, ինչ-որ ուղղություն են ցույց տալի, ասում են ինչ անեն, այնպիսի բաների մասին են խոսում, անգիր գիտեն, թե օդաչուն քանի թռիչքային ժամ է անցել։ Այ հետաքրքիր է, իհարկե մենք չգիտեմ Հայաստանում օդաչի ունենք, թե չէ, բայց ինչ-որ միտեղ ինչ-որ գրառումներ անում են, հետևում են, թե ասենք նշում է, ոնց որ ասենք, ոնց որ ֆուտբոլիստամա կարան ասեն, թե քանի գոլ է խփել, քանի խաղի է մասնակցել, ամեն օդաչու աշխարհով մեկ ունի իր թռիչքային ժամերը, որը գրանցվում է մատյաններում։ Մեզ մոտ այդպիսի ինստիտուցիոնալ գրառումներ անում են, թե չէ։ Սենց էլի, չգիտեմ, ամեն հետաքննություն, այդ ուղղաթիռը հիմա դուք պատկերացնում եք, ուրեմն 7 հոգի մասնագետ, վթարների մասնագետ։ Մենք Հայաստանում գոնե վթարի մի հատ մասնագետ ունենք, 7 հատ մասնագետ, հիմա այդ ուղղաթիռը ուրեմն
ջրից կհանեն, կտանեն մի հատ ուրեմն անգարում կդնեն, այնպես կուսումնասիրեն ու մի 5-7 օրվա ընթացքում լրիվ կասեն ուղաթիռի վթարի պատճառը, քամուղությունն են իմացել են, որ այդ օրը քամինի ճարագություն է ունեցել, թույլատրելի թռիչքային պայմաններ են եղել, հասկանում եք, ուղաթիռը չի հարցը, Նյու Յորքն ու Ամերիկան չեն ու Հայաստանը չեն, դուք ինչ ճիշտ հասկացեք, զուգահեռներ չեմ հասկացնում, բայց ամեն հարցում այնպիսի ինստիտուցիոնալ, այն Նիկոլը շատ էր սիրում հեղափոխությունը, պատգամավոր ժամանակ էր դրա մասին խոսում, այնպիսի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված ամեն բան, որ ամեն մարդ իր տեղը ունի, ամեն մարդ իր տեղը գիտի, վթարի դեպքում ամեն մեկը գիտի իր անելիքը, հետաքննության ժամանակ ամեն մեկը գիտի իր անելիքը, սա այն չի, որ վարչապետը ասի, ես դուք էլ ինձ հետ միասին իմ ղեկավարությամբ մենք 7 տարի մնացել ենք նույն դասարանում, առաջի դասարանում, ամբողջ երկիրն է 30 տարի երևի էլ առաջի դասարանում է մնացել, բուչու ժամանակ ասում էին մնացական 10 տարեկան ես իմիշ թումբան, հիմա մերն է, այս սա է էլի, այս համեմատությունները, որ միշտ կրկնել եմ ու կրկնում եմ, հեծանիվ հորինելու կարիք չկա, ամեն հարցում պետք է նայել, վերցնել աշխարհի օրինակը, աշխարհի փորձը, ներառել եւ կատարել, զինվորական կլինի, եւ փրկարարական կլինի, հրշեջ կլինի, օդային կլինի, ես չգիտեմ, ջրային կլինի, մենք այնքան բաներ չունենք, այնքան բան, որ ասենք ամեն բնակավարում մեքենա վարելու այդ մեքենաների վթարների մասին էլ չեմ ասում, էլի, ամեն բան համակարգված պետքա լինի, ու մեծ մոտ դա չկա, դա է ցավալի։ Հուսամ մի օր սենց հերը տնից տեղից մեր մոտ սենց վթարներ Հայաստանում չեն լինի, բայց եթե լինի էլ ինչ-որ պրոֆեսիոնալ հիմքերի վրա անմիջապես կպարծեն եւ կտան բոլոր հարցերի պատասխանները եւ ոչ թե Հովիկ Ղազարյանը գգա կասի Արամ ջան, այդ այգիում ինչ կար, ինչ ես հիշում, սրճարան կար, մետրո կար, այն էլ ասի ինչ որ վիրահատություն եմ տարել, հիշողությունս լավ է չի կամ այգու որ մասում ենք հանդիպել, ես եղել եմ, չեմ եղել, չես իմանում ով է քննիչը տեղ, չես իմանում ով է ուրեմն դատապաշտպանը, ով է մեղադրվողը, ով է վկան, քննիչը մի րոպե պաուզա տալի համակարգիչի վրա կտկտացնում է, նա սենց ասես նա բան արեց, սարսափելի է ուղղակի, սարսափելի։ Մենք ոչ թե մնացել ենք նույն դասարանում, մեզ ամեն տարի մի տարի դասարանը ներքև են իջացնում, իսկ մեր թշնամիները ամբողջ ճակատով մեկ, մանավանդ այդ թաթար ադրբեջանցին ամբողջ ճակատով մեկ միայն հարձակման անցել, մենք միայն խոսում ենք, իրանք արդեն հասան Վատիկան, մենք հենց նույն դասարանում ենք մնացել, այսքանը լավ չքաղաքականացնեմ, վաղը մի բան եմ ուզում նկարեմ, այդ թեմայով նկարելու եմ իհարկե, եթե տրամադրություն ունենամ, կեսօրին կնկարանեմ, կտեղադրեմ, մի քիչ միասին քննարկենք այդ հարցը, շատ կարևոր հարց է, այսօր այսքան ամենայն բարիքներ բոլորիդ, Աստված իմ ժողովրդին, իմ ազգին, իմ երկրին հեռու պահի համետեցակի վթարներից եւ Աստված շանի մի թեթև բան լինելու դեպքում ունենանք համապատասխան պրոֆեսիոնալ, որ այդ հարցերը անմիջապես կարողանան պարզել։